Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Վարչապետ Փաշինյանը գործադիրի նիստում կիսվեց իր տպավորություններով, վերջերս եկեղեցիներ է գնացել մոմ վառելու ու այնտեղ տեսել ապրանքներ, որ սովորաբար չուլանում են լինում, անպետք իրեր։ Մեկ էլ գնում ես, տենում ես, ասենք ինչ-որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ։ Հոգևոր հաղորդակցության համար տաճար մտած վարչապետը աղբետ էսել։ Մեկ էլ մտնում ես, նայում ես, այդտեղ աղբ ալցրած, այնտեղ աղբ ալցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Փաշինյանին զայրացնում է այն, որ մարդիկ համալիրում հարսանիքաներն են անտեղի քննարկում, իսկ սրբավայրի աղբից չեն խոսում, ինչքան կարելի այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, իր կաբինետին է դիմում վարչապետը։ Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Որ եկեղեցում է վարչապետը մահճակալ, կոշիկ ու աբալովկի հին կտոր տեսել։ Նրա մամուլի խոսնակը չհստակեցրեց, ասաց երկրի ղեկավարը ընդհանրական է խոսել։ Փաշինյանն այո, շեշտում է 1-2 բացառություն կա միայն, ամենուր չուլանացում է։ Բոլոր տեղերում համատարած այս վիճակն է, բոլոր տեղերում, խնդրում եմ գնացեք ստուգեք։ Անպետք իրերի պահեստի վերածված եկեղեցիների հասցեներ փորձեցին գտնել վարչապետի ֆեյսբուքյան էջում նրա այս թեմայով արված գրառման հարյուրավոր մեկնաբանություններում։ Ամեն արժեք գնահատող, մանրուքներ նկատող մեր խելացի վարչապետ, Աստծո շնորհը քեզ հետ լինի։ Այս ժանրի կոմենտները պարբերաբար ընդմիջվում են այդ որ եկեղեցում է նման վիճակ հարցով ու հարյուրավորներից միայն մի օգտատեր է նշել, որ Մարմաշենի վանքում մուտքից աջ մոմավաճառի սեղանի մոտ կախված է պահակի հանգուցյալ հոր կանաչ պլաշը։ Ցավոք այս փաստը ստուգել չհասցրինք, փոխարենը ուսումնասիրեցինք վարչապետի վերջին այցելությունները եկեղեցիներ։ Սյունիքի մարզի մի քանի սրբավայրերում էր Փաշինյանը տիկնոջ հետ, Տաթև, Որոտնավանք, Մեղրիի եկեղեցիներ, իշխանական զույգը մոմ է վառում, հետաքրքրված զննում եկեղեցամերձ վայրերը, կառավարական օպերատորի տեսախցիկը շատ կոկիկ կադրեր է ֆիքսել, մի տեղ շատ կարճ նկատվում է ճյուղին ծածանվող տոպրակ ու իսկապես արմատուրա։ Ինչ է սա, հարցրինք Սյունիքի թեմի առաջնորդին։ Այնտեղ եթե շինարարությունը բնականաբար ցեմենտի պարկեր էլ կլինեն, գիրի պարկեր էլ կլինեն, մետաղական կոնստրուկցիաներ էլ կլինեն։ Թեմի առաջնորդը շեշտում է վարչապետական այցից տեղյակ չի եղել, բայց մամուլից իմացավ, որ նա մարզի 4 եկեղեցիներ է այցելել։ Դրանցից 3-ը այս պահին նորոգվում են։ Որոտնավանքում էլ շինանյութ կա, տարածքն են բարեկարգում, տանիքը։ Եկեղեցու ներսը շատ կոկիկ վիճակում է, իսկ տարածքում էլ բնականաբար շինարարություն է տեղի ունենում եւ շինանյութը որտեղ պետք է թաքցնեն, չեմ հասկանում։ Մահճակալ, կոշիկ, ոչ ծիսական այս ապրանքները որտեղ տեսած կլինի վարչապետը։ Մակար Սրբազանը պատկերացում չունի, վստահ պնդում է եկեղեցում այդպիսի բաներ չեն կարող լինել, թեմի բոլոր եկեղեցիներից միայն մեկում մի մահճակալ կա։ Վանահոր մահճակալն է, սենյակն էլ փակ է, այնտեղ ոչ ոք չի կարող մտնել։ Փակ դուռ է, դե որտեղ են տեսել, ինչ են տեսել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Գուցե մի ճգնավոր է մահճակալ տեղակայել, ճգնավոր չկա, Մակար եպիսկոպոս Հակոբյանը վստահեցնում է, չուլաններ չունեն, այնինչ Փաշինյանն է ասել, անընդունելի վիրավորական է համարում։ Եթե ասում են չուլանալուց է դարձել, նախ վիրավորում են յուրաքանչյուր հայ հավատացյալի մեկ, որովհետև եկեղեցին բոլորինն է։ Երկրորդը, եթե դուք տեսնում եք ու դա արդեն արտահայտվում եք այդպես, ուրեմն ամոթ ձեզ, ինչու չեք հետևել, ինչու չեք օգնել, ինչու եկեղեցու կողքը չեք կանգնել։ Հուշում է, թե ինչ պիտի անի Աստծո տուն եկածը։ Նկատում է, թող վերցնի իր ձեռքով տանի թափ, ինչ է եղել, Աստծո տունը, չէ՞։ Ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի բանում պահի, եկեղեցում պահի։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կրթության նախարարին էր ուղված մշակել հուշարձանների պահպանության չափորոշիչներ։ Այս հանձնարարականը բարձր է գնահատում Մայր Աթոռի դիվանապետը։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ 6 տարի շարունակ կառավարությանն են դիմում սրբավայրերի պահպանության հարցերը համատեղ քննարկելու համար, բայց անարդյունք։ Այժմ ըստ եպիսկոպոսի գնահատելի է, որ վարչապետը ընկալել է այս հարցում իր ու իշխանությունների պատասխանատվությունը, բայց
Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության եւ խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը։ Մայրաթորի դիվանապետը համարում է, որ վարչապետի իր բառով հանկարծական հետաքրքրությունը սրբավայրերի հանդեպ մխիթարական ներուժ ունի։ Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները։ Հայկական եկեղեցիների չուլանացման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները աշխուժացրել են նաև ադրբեջանական լրատվամիջոցներին։ Գրում են, թե մեզ եք մեղադրում հայկական եկեղեցիները ոչնչացնելու համար, բայց դուք եք դրանք աղբոտ ու ժանգոտ արմատուրայով լցված չուլանների վերածել։